Ատոմակայանում ռադիացիայի մակարդակը 14,5 միկրոռենտգեն է, թույլատրելի ամենաբարձր շեմը 21-ն է։ Որպեսզի ատոմակայանը մինչև 2026 թվականը աշխատի նույնքան ապահով, անվտանգ ու արդյունավետ, 2017-ին պետք է թարմացվի։ Հայ-ռուսական բանակցություններն ավարտական փուլում են։ Խոսքը գնում է մոտավորապես $300 միլիոն։ Դրանք ցածր տոկոսով վարկեր են, երկարաժամկետ վարկեր, եւ նախատեսվում է այդ աշխատանքները սկսել 2017 թվականին եւ 6 ամիսների ընթացքում ավարտել։ Ռեակտորից մինչև անվտանգության համակարգեր, վերանորոգումը մանրակրկիտ է լինելու, որպեսզի ռեակտորը նույն հզորությամբ աշխատի մինչև 2026 թվականը, տեղեկացնում են նախարարը։ Ատոմակայանը նաև կարճաժամկետ 45-օրյա վերանորոգման է կանգնելու այս սեպտեմբեր-հոկտեմբերին։ Աշխատելու են ավելի շուտ ավարտել։ Ատոմակայանի ամեն կանգնած օր թանկարժ է։ Ատոմակայանի չնախատեսված կանգառների պատճառով մոտավորապես 320 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա չի արտադրվել եւ դրա փոխարեն ստիպված ավելի թանկ էլեկտրաէներգիա մենք վերցրել ենք Հրազդան ջեկից եւ Հրազդան 5-րդ բլոկից եւ ստիպված հայ էլեկտրոցանցերը ընկել են նման չնախատեսված, սակագներով չնախատեսված լրացուցիչ ծախսերի տակ։ Իդեպ սեպտեմբերյան վերանորոգման ծախսերը չեն ազդելու էլեկտրաէներգիայի սակագնի վրա, վստահեցնում է Զախարյանը։ Սեպտեմբերին նախատեսվող վերանորոգման աշխատանքների ծախսը ամբողջությամբ այս նոր հաստատված սակագների մեջ արդեն ներառված են։ 2013-ին Արարատն ամփոփում են բաժնետերերի ժողովում։ Տնօրենը անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքն է առանձնացնում։ Վթարային կառավարման վահանակի եւ հետվթարային վերահսկման համակարգի ներդրում, որը մեր նախագծով չէր նախատեսված։ Ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերով վթարային պաշտպանության նոր համակարգի ներդրում։ Նախարարը նաև ատոմակայանի նոր բլոկի հետ կապված նորություններ ուներ։ Այն կարժենա մոտ $4.5 միլիարդ։ Դրա մի մասը ռուսական կառավարությունը կտրամադրի ապրանքային տեսքով։ Ռեակտորի մյուս մասը մենք այլ երկրների հետ արդեն սկսել ենք բանակցություններ, որպեսզի կարողանանք ներգրավել անհրաժեշտ միջոցները։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, նոր ատոմակայանի շինարարությունը կսկսվի 2018-19 թվականներին, ավարտը նախատեսված է 2026-ին։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։